Համայնքապետարան չէր, զալն էին դեղի համայնքապետանի։ Հա, եկել եք ձեր Այո։ Ինչեք ով եք, երեք ներկացեք նորել։ Ահա, ասեք։ Ընդդիմություն թե իշխանություն, որ թևին եք ընտրել արդեն։ Աստծո կամքով, որը կընտրվի, ես իրա ցավը տանեմ։ Տարբերություն չեմ դնում, բոլորն էլ հայ ժողովրդից են իմ կարծիքով։ Հա, եւ ինչպիսի էջմիածին եք ուզում տեսնել։ Շատ լավ, խոնար, մեկ միասին հանդուրժող, ներող։ Կյանքը մի անգամ է տրվում, սորել տխուր առիթ եմ էլ է նույն բառեր, ես թե տխրության եւ թե ուրախության տեղ եմ ասում։ Աշխարհին խաղաղություն առաջերտին աղջիկ ջան։ Հետո մեկս մյուսի նկատմամբ լինենք հանդուրժող, ներող, առավել եւս պատերազմից հետո գնահատելով մեր լավ հերոսների, այդ մի այրան կաթիլը գնահատելով մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք ներող, հանդուրժող։ Օրվա իշխանությունը գնահատում է մեր հերոսների, նրանց թափած արյունը։ Տեսեք, անգամ նոյեմբերի 9-ին մեկ ծաղկեպսակ չուղարկվեց այս իշխանության կողմից եռաբլուր, որոնց օրոք մենք 5000-ից ավելի զոհ ունեցանք, Արցախը կորցրեցինք, ջերմուկից հողեր կորցրեցինք, անկլավների անվան տակ հողեր հանձնեցինք։ Ես չեմ ուզում մի հայ ճանաչեմ, որ չգնահատի մեր զոհվածների հիշատակը չհարգի։ Ես տենց հայ չեմ ճանաչում։ Ծաղկեպսակ չուղարկվելը։ Ծաղկեպսակը առավել եւս լսում ես աղջիկ ջան։ Ծաղկեպսակը դա երկրորդական բան է։ Մարդու ծաղկեպսակը թե ինչ այստեղ է ամեն ինչը մարդու։ Խիղճը պետքա հանգիստ լինի, այս հողի վրա ապրողը պետքա շատ մաքուր ապրի։ Այս է ասու կամքովա, որ այս մեր պետությունը, պետությունը գոյություն ունի առավել եւս։ Ուրեմն մենք պետքա մեկս մյուսի նկատմամբ իրոք հանդուրժող լինենք ներող։ Էդին բանաձևն է, ապրելու բանաձևն է։ Համ ես մարդկա քշերցերեք ասու 10 պատվիրաններից է խոսում, բայց մի ժամ, մի րոպե աստծո պատվիրաններով չի ապրել։ Իմ խնդրանքը բոլորին, մի քիչ մարդ լինենք առաջերտին, հետո նոր ով ինչ ուզում է թող լինի, առաջերտին մարդ, հետո նոր ինչ ուզում է թող լինի։ Նիկոլ Փաշինյանն էլ բարբերաբար է հանդես գալիս աստվածաշնչյան խոսքերով, դուք հավատում եք նրան։ Հիմա Քոչարյանն էլ սկի խաչը կաթխիկոսը մոտեցնում էր չես սիրում։ Որ սկսենք նրանցից կա շատ կնդարձակվեմ, քաղաքանապես ես շատ ուժեղ եմ կուր, բայց թե որ սկսենք նրանցից գալ նրանք вообще բանի պետք չէին։ Բայց Քոչարյանի դեպքում ամեն դեպքում բան չէին անում, չէ, եկեղեցին հալածված չէր այս կարգի Նրա օրոքով էլ քուր Գևոր Ռուստամյան կա չէր Ղարաբաղից, բլոգեր էր, շրջապատված ժամանակ ասում էր Քոչարյան, դու թե սրանց հետ Ալիևների հետ ես մոտիկ, թե Պուտինի հետ, արի հարցերը լուծենք, չգնաց։ Հիմա որ գնան վեհարանը վեհափարից ազատագրելու է, այսպես ասած, դուք մասնակցելու եք։ Իմ կարծիքով իրանք իրար հետ լեզու կգտնեն։